Առաջին ալիք Ամերիկան ներկայացնում է Ողջույն, առաջին ալիք Ամերիկայի եթերում հայրենակիցն է։ Պատմության տարբեր փուլերում հայրենիքից հեռացած հայերն իրենց հետ այլ երկրներ են տանում հայկական ավանդական արժեքներից եւ հարուստ մշակույթից մի մասնիկ, որն ամբողջ կյանքում դաջված է մնում իրենց հոգում։ Օտար երկրներում հանգրվանած մեր հայրենակիցները դիմակայում են մի շարք մարտահրավերների, ինչպես լեզվական, այնպես էլ նոր բարքերի եւ սոցիալական հարաբերությունների ձևավորման առումով։ Բախվելով եւ հաղթահարելով ինտեգրման դժվարությունները, նրանք երբեք չեն մոռանում իրենց պապերի կերտած հայրենիքի մասին։ Հոգու խորքում երազելով մի օր կարողանալ վերադառնալ։ Եվ ոմանց համար այդ երազանքը մի օր իրականանում է եւ նրանք կրկին վերադառնում են իրենց հարազատ երկիր։ Ինչ զգացողություններ եւ ապրումներ են ունենում, ինչի մասին են մտորում։ Այս բոլոր հարցերի պատասխանները կփորձենք միասին գտնել մեր այսօրվա հյուրի հետ։ Դե ինչ, այսօր միասին ծանոթանալու ենք Ինեսա Ներսիսյան-Ռուբինյանի հայրենադարձության պատմությանը։ Ինեսա, ողջույն։ Ողջույն։ Ինչպե՞ս եք։ Լավ, դուք ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալություն։ Մեր նկարահանումը կազմակերպում ենք ձեր ամենասիրելի վայրերից մեկում։ Կպատմեք ինչու ենք այստեղ եւ ինչ հիշողություններ ունեք կապված այս վայրի հետ։ Սա Երևանի իմ ամենասիրած վայրերից մեկն է, այն ինձ ուղիղ տեղափոխում է դեպի մանկություն, քանի որ տատիկիս պատմությունները եւ մայրիկիս պատմությունները իրենց մանկությունները նույնպես այստեղ են անցկացրել եւ փոքր ժամանակ շատ հաճախակի մենք զբոսնում ենք այս տարածքում, այն հենց հարևանությամբ է մեր բակի, որը կողքի շենքն է եւ ես հիշում եմ այստեղի ջազային տրամադրությունը, որը տիրում էր 90-ականների վերջում, 2000-ականների սկզբում։ Ես նաեւ գիտեմ, որ Օղակաձև այգին սկսվել է, հիմնադրվել է այս հատվածից եւ գիտեմ նաեւ, որ Լևոն Մալխասյանն է բերել այստեղ ջազային մշակույթը եւ իր հետ արդեն մնացել է ինչ-որ չափով այդ երևանյան ջազային մշակույթը, հավանաբար այս հատվածից։ Հիշում եմ նաեւ, որ պատշգամբում ես կարող եի ժամերով նստել եւ լսել այդ երաժշտությունները, որովհետեւ կենթանի կատարումներ էին ու անգամ եթե փոքրիկ էի եւ երկար ժամանակ չէի կարող դուրս լինել, պատշգամբից միևնույն այդ ելևէջները եւ գեղեցիկ երաժշտությունը լսվում էր ու կարծում դեռ իմ սրտում է։ Գիտենք, որ 13 տարեկան էիք, երբ ձեր ընտանիքը որոշում կայացրեց տեղափոխվել Շվեդիա։ Ինչ եք հիշում այդ ժամանակահատվածից եւ ինչու ձեր ընտանիքը նման որոշում կայացրեց։ Ցանկացած հայ ընտանիք այդ որոշումը կայացնելու շատ բարդ շրջանների միջով է անցնում եւ մեր դեպքում ավելի շատ սոցիալ-տնտեսական պատճառներ, որը դրդեց մեզ գնալ այդ որոշմանը եւ իհարկե ես 13 տարեկանում այդքան էլ որոշումներ կայացնողի դերը չէի ստանձնել ինձ վրա եւ ուղղակի շարունակեցի վստահել մայրիկիս տեսլականին իմ հետ կապված, իմ ուսման եւ այլն, բայց հիշում եմ, որ իմ համար շատ բարդ էր, շատ ծանր էր, որովհետեւ հենց վերջին օրը իմ դասարանը իմ համար կազմակերպեց հրաժեշտի երեկո, այսպես ասած, եւ շատ դժվարությամբ բաժանվեցի իրենցից, շատ դժվար էի պատկերացնում ինչքան ժամանակով եմ ես գնում կամ ինչ է լինելու հետո, բայց շատ կարճ ժամանակ հետո, կարծեմ 2 տարվա ընթացքում նորից եկա, իրենց տեսա եւ արդեն մի քիչ խաղաղություն եղավ իմ սրտում, որ ամեն ինչ կորցված չէ եւ ես այդ կապը միշտ կպահեմ իմ մոտ։ Իսկապես հատկապես դեռահասները շատ ավելի զգայուն են արձագանքում կտրուկ փոփոխություններին։ Դուք արդեն ունեիք ձևավորված միջավայր, ունեիք արդեն սիրելի մոտ ընկերներ, եւ ինչպես դուք արձագանքեցիք այդ որոշմանը, արդյոք ինչ-որ հակասություններ չեղան ձեր մոտ, չփորձեցիք ասել ինչու են գնում, չեմ ուզում։ Այո, իրականում ես ոչ միայն ընկերներիս էի հրաժեշտ տալիս, այլ նաև հայրիկիս, իմ եղբորը, քույրիկներիս եւ նաև տատիկիս, ում հետ շատ կապված եմ։ Եվ իհարկե բարդություններ եղան, շատ դժվար օրեր, կարոտ եւ այլն, բայց ժամանակի հետ, քանի որ դու նաև ընտելանում էիր այնտեղի կյանքին, լեզվին եւ այլն, սովորում էիր այդ մշակույթի մասը դառնալ, մի քիչ այդ ամենը մեղմացավ։ Ինչպես ընտելացաք, հարմարվեցիք նոր միջավայրին, ձեր նոր տանը, նոր ընկերներ ձեռք բերեցիք, ադապտացիոն շրջանը որքան տևեց։
Ես կասեի ադապտացիոն շրջանը մեր դեպքում բավականին կարճ է տևել, որովհետև շատ հաստատակամ էինք եւ շատ հստակ պատկերացնում ենք մենք ինչ ենք եկել անելու եւ ինչքան ժամանակ ունենք այդ ամենը կազմակերպելու համար։ Մայրիկս, ես եւ քույրիկս շատ արագ սովորեցինք լեզուն, անքուն գիշերներ անցկացնելով, ինչ որ ակնոցներ ձեռք բերելով անգամ, որովհետև այդքան շատ էր մայրիկս հատկապես կարդում, սովորում, որպես ինքը կարողանա շարունակի Շվեդիայում աշխատել որպես բժիշկ, իսկ քույրիկս իրավաբան էր եւ պետք է նորից ընդունվեր համալսարան արդեն Շվեդիայում, այնպես որ այդ սկզբնական փուլը շատ արագ կազմակերպեցինք, մենք մեր երիակը շատ ինքնակազմակերպող տեսակ է եւ արդեն որոշ երևի 1 տարի հետո արդեն ես կարծում եմ մենք այդ ինտեգրվեցինք։ Այո, համայնքի կամ ավելի շատ այդ հասարակության անդամն ենք։ Քույրիկի, մայրիկի մասին խոսեցիք, բայց ոչ ձեր մասին։ Ինչպես կազմակերպեցիք ձեր ուսումնառությունը։ Հայկական դպրոցներ կան Շվեդիայում։ Ցավոք սրտի այն քաղաքում, որտեղ ես ապրում էի, Գոթենբուրգ քաղաքում, հայ դպրոց որպես այդպեսին չկար, այնպես որ ես ի սկզբանե ընդգրկվեցի շվեդական դպրոց, շվեդների հետ, որտեղ ես հիմնականում միակն էի, որ մուգ մազերով էի եւ դրսից էի եւ ոչ շվեդ էի եւ այդպես մի քիչ դժվար էր այդ շրջանը, որովհետեւ իրանք իհարկե քեզ տարբերակում են, տեսնում են այդ տարբերությունը, բայց իհարկե չեմ ասի, որ ինչ որ վատ հիշողություններ ունեմ այդ առումով։ Ինեսա ձեր կյանքի լավագույն ժամանակաշրջանը, պատանեկությունը եւ փաստորեն երիտասարդության մի մասը անցկացրել եք Եվրոպայի հնագույն երկրներից մեկում շվեդական թագավորությունում։ Ինչ հիշողություններ ունեք կապված Հյուսիսային Եվրոպայի հետ։ Շատ տաքուկ եւ գեղեցիկ հիշողություններ ունեմ իրականում, չնայած որ այդ կարոտը Հայաստան ձգտելու այդ կարոտը միշտ խեղդում էր, բայց ես միաժամանակ հասկանում էի, որ անգամ վաղ տարիքից հենց տեղափոխվելուց ես պատկերացրեցի, որ ես ինքս ինձ դրամադրում եմ որոշ ժամանակ, որպեսզի ինտեգրվեմ, երկրից վերցնեմ կամ քաղեմ այն ամենը, ինչ որ ինձ պիտանի կլինի եւ նաեւ իմ հայրենիքին պիտանի կլինի ապագայում եւ փորձեցի նաեւ ընկերանալ այդ ժողովրդի հետ, հասկանալ իրենց ուժեղ կողմերը, իրենց յուրահատկությունները, որպեսզի գուցե դրանից նույնպես ինչ որ դասեր քաղեմ եւ իմ հետ բերեմ Հայաստան, այսինքն այդ ամբողջը ես տեսնում եմ որպես ինչ որ շրջան սովորելու, վերցնելու, իհարկե այդ ընթացքում ես նույնպես աշխատում եմ եւ ես հուսամ, որ այդ երկրի նույնպես շատ բաներ եմ տվել եւ դեռ կշարունակեմ ինչ որ չափով տալ, բայց շատ հետաքրքիր է իրենց հետ շփումը, որովհետեւ իրենք ամեն ձևով տարբեր են մեզնից եւ շատ ուրախ եմ դրա համար, որ երկու կողմերին էլ ես շատ սիրում ու հարգում եմ իրենց յուրահատկություններով։ Ինչպես գիտենք, Շվեդիայում հայկական համայնքները սկսել են ձևավորվել նախորդ դարում եւ եթե փորձենք ընդհանուր շատ կոպիտ հաշվարկներով դիտարկել, մոտ 13-ից 15,000 հայ կա Շվեդիայում եւ նրանք հիմնականում կենտրոնացած են Ստոկհոլմ քաղաքում։ Շվեդիայում ապրելու ձեր տարիների ընթացքում հաճախ եք, այսպես ասած, հայտնաբերում հայերի։ Իմ քաղաքում համենայն դեպս համարյա չկային հայեր։ Հայերի հետ ես անցա Ուպսալա քաղաքում, որտեղ ես տեղափոխվեցի 2018 թվականին, որպեսզի շարունակեի իմ ուսումը, եւ այնտեղ կար ամենահին համայնքը, Ուպսալայի մշակութային համայնքը, եւ բացահայտեցի, որ այդ մշակութային կենտրոնը իմ տնից մի քանի քայլ հեռու էր ընդամենը։ Իսկ շատ հետաքրքիր է հայկական դպրոցները եւ առհասարակ հայ համայնքը, ինչ դերակատարություն ունի հայոց լեզվի, հայկական ավանդույթների, մշակույթի պահպանման հարցում։ Շվեդիայում ժամանակ առ ժամանակ հայտնվում են դպրոցի նման ինչ-որ խմբակներ, որոնք կազմակերպվում են ծնողների կողմից, որոշ համայնքների կողմից, բայց ցավոք սրտի դա երկարատև չի տևում եւ չեմ կարծում, որ կարողանում ենք դեռ կազմակերպել այդ հայերենի ուսանումը մեր երեխաների եւ երիտասարդների համար, բայց համայնքները կան, գործում են եւ շատ ուրախ փաստ է իմ համար այն հանգամանքը, որ Գոթենբուրգ քաղաքում իմ տուն համայնքում, այսպես ասած, նույնպես շատ ակտիվ արդեն ձևավորվում է հայ համայնքը Հայաստանից տեղափոխված հայերի կողմից եւ ինչպես գիտեք Հայաստանցու համար, հայի համար ով տեղափոխվել է Հայաստանից, ուրիշ երկիր, իր համար այդ համայնք հասկացողությունը շատ կարևոր է եւ ես նկատեցի, որ ի սկզբանե շատ դժվար էր մեզ համար այդ ամենը կազմակերպել, հասկանալ, իմաստը, խորհուրդը, բայց ինչ որ ժամանակ հետո երբ Հայաստանից մեկնած հայի երեխան այլևս չի խոսում հայերեն,
նա բնականաբար գիտակցում է այդ ամենի կարիքը եւ արդեն սկսում է ընդգրկվել այդ համայնքային կյանքի մեջ նույնպես։ Ենթադրում եմ, որ այսօր էլ կապը պահում եք Շվեդիայի հետ եւ հաճախ եք լինում այնտեղ, արդյոք նաեւ ներգրաված եք այդ համայնքային կյանքում, նոր ձևավորվող հայկական համայնքի կյանքում։ Փորձում եմ համենայն դեպս սկսվել իմ փորձով Հայաստան տեղափոխվելու հետ կապված, քանի որ մինչև այդ 2021 թվականին, իհարկե 20-ին նույնպես, ես ներգրաված էի որպես Սփյուռքի երիտասարդ դեսպանը Շվեդիայում եւ ընթացքում ես իրականացնում էի տարբեր ծրագրեր եւ ներկայացնում էի Հայաստանի հետ կապված տարբեր թեմաներ, ծրագրեր, որոնց մեր համայնքի ներկայացուցիչները կարող էին նույնպես մասնակցել, իսկ արդեն ընթացքում խորհրդի անդամ էի այնտեղ համայնքների տարբեր ամեն կերպ փորձում էի ակտիվացնել այնտեղի համայնքային կյանքը, բայց ինձ ճանաչող երևի բոլորը այնտեղ Շվեդիայում գիտակցում էին եւ շատ անգամ լսել էին, որ իմ վերջնանպատակը Հայաստան տեղափոխվելն է, այսինքն ես անգամ Շվեդիայում լինելով ոչ միայն Շվեդիային, այլ նաեւ մեր համայնքին ինքս իմ մեջ պատկերացնում էի, որ ունեմ ինչ-որ որոշ ժամանակահատված եւ էներգիա եւ գիտելիքները, որ ես կուզեմ փոխանցել իրենց, որովհետեւ ինչ-որ ժամանակ հետո այդ ամենը վերափոխվելու է համենայն դեպս։ Իսկ այժմ արդեն կոնտակտը պահում եմ այն առումով, որ իրենց ցույց եմ տալիս Հայաստանը իմ աչքերով։ Ինեսա, ինչ կարող ենք մենք հայերս վերցնել շվեդներից եւ նույն էլ հակառակը, ինչ կարող ենք փոխանցել նրանց հայկական մշակույթից։ 16 տարի այնտեղ ապրել եմ եւ հասկացել եմ, որ իրենք ունեն մի շատ կարեւոր ուժ, որը իրենց ամբողջ երկրի հիմնական հիմնակարն է, ես կարող եմ ասել, եւ դա համագործակցությունն է։ Տեսեք, անգամ եթե մենք ասում ենք, որ այդ երկրները, Եվրոպայի երկրները շատ ինդիվիդուալիստիկ են, այսինքն մարդակենտրոն են, մարդու մասին են, հենց անհատի մասին են, ես կարող եմ ասել, որ իրենցից ավելի սոցիալիստ կերպար ես որևէ այլտեղ չեմ տեսել, քանի որ իրենք մտածում են ես եւ դու, մենք ինչ շահ կարող ենք ունենալ միասին։ Դա նկատելի է եղել եւ դպրոցում, եւ համալսարանում, եւ աշխատանքի վայրում, եւ անծանոթ մարդկանց հետ շփվելիս, եւ իհարկե իրենց պատմությունը հետազոտելուց հետո նույնպես հասկանում ես, որ իրենց այդ միասնական լինելն է, որ իրենց բերել է աշխարհի այս դիրքում։ Իսկ ինչ կարող են նրանք վերցնել մեր մշակույթից։ Իրականում կարծում եմ, որ շվեդները շատ բաներ ունեն նաև սովորել հայերից, Հայաստանից նույնպես, այն առումով, որ իմ շատ գործընկերներ, որոնք հայ չեն, այլ հենց շվեդ են, շատ տեղեկացված են Հայաստանից, մինչև իմ հետ կապը ձեռք բերել է, իրենցից շատերը գալիս են Հայաստան, գնում են, զբոսաշրջում են, անգամ աշխատանքներ են վարում, եւ ինձ միշտ ասում են, որ Ինեսա, դուք ունեք շատ յուրահատուկ մի բան, եւ դա ձեր հյուրընկալությունն է, ինչպես նաև այն պատմությունը, որը դուք ունեք, որը շատ հպարտորեն եք գրում։ Ոգեշնչվում են եւ գնում են նաև իրենց ակունքներ, որպեսզի իրենք էլ ինչ-որ հպարտ լինելու ինչ-որ հանգամանքներ փնտրեն։ Ինեսա մասնագիտությամբ քաղաքագետ եք, սովորել եք Ուպսալայի համալսարանում։ Նախ սկսենք ձեր մասնագիտական ընտրությունից։ Ինչու հենց քաղաքագիտություն, ինչը ձեզ գրավեց։ Իրականում որպես անհատ շատ երկար եւ բարդ եմ կայացնում նման որոշումները եւ մինչեւ այդ նաեւ փորձեցի ինչ-որ չափով իրավագիտություն, բայց քանի որ ես սիրում եմ խորհել, խորանալ տարբեր հարցերում, իրավաբանությունը ինչ-որ չափով իմ համար շատ քառակուսի թվաց եւ որոշեցի, որ եթե ես պետք է կրթություն ստանամ, չեմ կարող այդ կրթությունը ստանալ իմ քաղաքում, այլ ես պետք է գնամ Շվեդիայի ամենալավ համալսարանը եւ շատ երկար պայքարելուց հետո ընդունվեցի այդ ֆակուլտետը, որը կոչվում է քաղաքագիտության եւ կառավարման ֆակուլտետ եւ ստացա իմ բակալավրը զարգացման գիտություններում քաղաքագիտության արդեն բնագավառում եւ այդպիսով եմ կոչվում քաղաքագետ։ Շատ բարդ էր իրականում ամբողջ համալսարանական ընթացքը, որովհետեւ շատ բարդ է այնտեղի կրթական ծրագրերը եւ այլն, հիմնականում անգլերեն էի արդեն սովորում եւ շատ լավ ստացվեց։ Ի վերջո շատ ուրախ եմ, իհարկե դժվար էր ընտանիքից հեռու լինելը, բայց քանի որ ես սիրում եմ գնալ ամենաբարդ ճանապարհներով, բնական էր, որ ես պետք է այդ շարունակեի եւ հասնեի այդ հանգալուծմանը։
Այսօր գոհ եք ձեր ընտրությունից։ Շատ գոհ եմ։ Գաղտնիք չէ, որ այսօր շատ երիտասարդներ, պատանիներ, եթե իհարկե հնարավորությունները ներում են, նախընտրում են դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել օտարերկրյա հեղինակավոր բուհերում։ Դուք որպես մարդ, ով սովորել է Շվեդիայի կրթական համակարգի հաստատություններում, ինչ կարևոր գծեր կառանձնացնեք Շվեդիայի կրթական համակարգից եւ որքանով են դրանք տարբերվում այլ երկրների, մասնավորապես Հայաստանի կրթական համակարգից։ Կարծում եմ, որ շվեդական համակարգը ել ավելի մեծ ազատություններ է տալիս ուսանողին եւ ինչու՞ չէ նաեւ հավանաբար դասախոսներին նույնպես, որպես իրենց դասավանդման մոտեցումները ինչ որ հատուկ կերպ լինեն, մենք պետք է քննարկենք, պետք է հասկանանք, չունենք այդ անգիրներ անելու հավակնությունը կամ սովորույթը այնտեղ ընդհանրապես, որը իմ համար շատ ուրախալի փաստ էր։ Իսկ Շվեդիայում ստացած գիտելիքները որքանով էին օգտակար Հայաստանում ձեր գործունեության ընթացքում։ Հիմնականում ես կարող եմ ասել, որ իմ ծրագիրը այնպես է կառուցված եղել Շվեդիայում, այդ համալսարանում, որ այն շատ միջազգային պատկերացում է քեզ հնարավորություն տալիս եւ այդ հատուկ, չգիտեմ, ակնոցներ ես դու կրում, որը քեզ իրականում բացում է աշխարհը եւ ոչ միայն Հայաստանի անկյունից, այլ նաեւ ամբողջ տարածաշրջանի տեսլականից նույնպես օգնում է ավելի ընդհանրական տեսնել իրադարձությունները։ Այո, եւ քանի որ ես այստեղ շատ փորձառություն եմ ունեցել ՄԱԿ-ի հետ հարցերում, իմ կրթությունը նաեւ այդ հնարավորություն տվեց, որ ՄԱԿ-ը որպես կառույց հասկանալ իր պատմությունով եւ արդեն ապագայով, թե ինչ մղումներ ունի եւ այլն, ինձ շատ օգտակար եղավ, այնպես որ չեմ կարծում, որ կարող է ել ավելի ճիշտ ընտրություն կատարած լինեի հենց Հայաստանի համար։ Նաև այլ ճիշտ ընտրություն եք կատարել 2023 թվականին հավաքեցիք ձեր ճամփրուկները եւ տեղափոխվեցիք Հայաստան։ Շվեդիայում թողնելով ձեր կարիերան, ձեր ընտանիքը, ինչպես հասունացավ այդ պահը։ Ես հենց մեկնելուց 2008 թվականից իմ մոտ գրառում էի արել եւ որոշել էի, որ ես 13 տարեկան պատանիս երջանկությունը կգտնեմ միայն Հայաստան վերադառնալով։ Այդ գրությունը մինչև այժմ կա, պահպանել եմ եւ շատ հետաքրքիր թե ինչպես եմ ես ձևակերպում իմ մտքերը եւ ինչքան հստակ եմ իմ այդ ցանկության մեջ եւ ժամանակն էր արդեն այլևս ինքս ինձնից պարտքով այդ ժամանակը չվերցնել, անընդհատ չհետաձգել, ասելով լավ եւս 1 տարի, լավ եւս 2 տարի, դեռ բաներ կան սովորելու, դեռ բաներ կան կազմակերպելու եւ հասկացա, որ 2 տարի է մնացել կազմակերպվիր, ինքնակազմակերպվիր եւ հասկացիր թե ինչ ես ուզում անել եւ 23-ի մայիսին արդեն իսկ ամեն ինչ պատրաստ էր եւ ես կարողացա Իգոր ծրագրով գալ Հայաստան։ Հայաստանում շատ կարճ ժամանակ անց աշխատանքի անցակ արտաքին գործերի նախարարությունում։ Սա Հայաստանի պետական ապարատում ձեր առաջին փորձն էր։ Ինչ հետք, ինչ ներդրում այն ունեցավ ձեր կարիերայի հետագա զարգացման առաջընթացի վրա։ 2023-ի ամռանը ես արդեն հաղորդագրություն ստացա այն առումով, որ ես ընդունվել եմ Իգոր ծրագիր եւ արտաքին գործերի նախարարությունում էի սկսելու իմ աշխատանքային փորձը։ Շատ ուրախ եմ, որ ես հայտնվեցի հենց ՄԱԿ-ի բաժնում, քանի որ այդ ոլորտը որպես այդպեսին ինձ արդեն իսկ ծանոթ էր, չնայած որ ինչպես դուք նշեցիք, պետական ոլորտի հետ աշխատանքը մինչ այդը չէր եղել։ Շատ ուրախությամբ կարող եմ նշել այն հանգամանքը, որ իմ գործընկերները, նոր գործընկերները շատ բաց էին ինձ սովորեցնելու, ինձ ներկայացնելու այն ամենը, ինչով իրենք զբաղվում էին։ Ամեն ինչ շատ ավելի, ինչպես ասեմ, ճկուն է, այսինքն դու մեկ օրվա ընթացքում կարող ես անել աշխատանքներ, որը ի սկզբանե ընդհանրապես չէիր պատկերացրել կամ պատրաստել, եւ այդ ճկունությունը շատ կարևոր է ինձ թվում ընդհանրապես Հայաստանում ապրելու համար։ Նաև ինձ շատ դուր է գալիս այստեղ այդ, չգիտեմ, էներգետիկ կյանքը եւ անդադ պատրաստ լինելուն, որ պետք է նոր ուղղությամբ գնալ։ Նշենք նաև, որ Շվեդիայում եւս պետական ապարատում աշխատանքային փորձ ունեք, այնտեղ միգրացիայի պետական գործակալությունում եք աշխատել որպես քննիչ։ Այո։ Եթե փորձենք համեմատել երկու երկրների պետական ապարատները, ինչ պատկեր կունենանք։ Նշեմ նաև, որ ոչ միայն այդ պետական կառույցում եմ աշխատել, նաև աշխատել եմ տարբեր կառույցներում, բայց հիմնականում այդ փորձառության գագաթնակետը, ես ստացել եմ հենց միգրացիայի կազմակերպությունից, այնտեղ շատ հետաքրքիր մոտեցում կա, որ պետական աշխատողը քո երկիրն է ներկայացնում։
Այսինքն ես ինքս ինձ անգամ այս խոսքը ասել եմ շատ անգամներ իմ ղեկավարներին, որ ես ինքս ինձ դիտարկել եմ որպես մեր հաստատության դեսպանը։ Այսինքն ամեն մոտեցում, ամեն շփում, ամեն որոշում, որը ես կայացնում էի, ես դիտարկում էի որպես որոշում պետության կողմից, քանի որ եթե ես ցուցաբերեմ անլուրջ կամ ոչ պրոֆեսիոնալ մոտեցում, բնականաբար այդ մարդը կարծիք է ունենալու կամ կազմելու ամբողջ հաստատության եւ անգամ իսկ երկրի մասին, քանի որ առաջի անգամ է մեկնում այդ երկիր եւ առաջի տպավորությունները միշտ էլ մնում են։ Դուք աշխատել եք նաև ՄԱԿ-ում, ընդ որում եւ հայաստանյան եւ շվեդական գրասենյակներում։ ՄԱԿ-ի գրասենյակում աշխատել ինչով էր առանձնանում, ինչ աշխատանքային նրբություններ են պետք այնտեղ։ ՄԱԿ-ում աշխատանքը քեզ բնականաբար տալիս է այդ ամբողջական պատկերը, թե ինչ է տիրում ամբողջ աշխարհում եւ նաեւ ինչ կարիքներ ունի տվյալ երկիրը տարբեր ոլորտներում։ Ձեռք բերեցի շատ լավ գործընկերներ, շատ լավ փորձ, շատ ինտենսիվ ժամանակաշրջանում, բայց հուսամ ապագայում նորից կհամագործակցենք։ Ձեր կապը Շվեդիայի հետ դեռևս շարունակվում է, որովհետև այսօր շվեդական կառավարության պատվերով Հայաստանում աշխատում եք դատական իշխանությունների հետ։ Ինչ է իրենից ենթադրում այս ծրագիրը, եթե հնարավոր է փակագծերը մի փոքր բացենք։ Այո, այժմ արդեն երկրորդ ամիսն է, որ ես աշխատում եմ Շվեդիայի ազգային դատարանների ադմինիստրացիայի հետ, որպես ծրագրի համակարգողներից մեկը։ Ծրագիրն որպես այդպեսին իրենց ենթադրում է այստեղ դատական իշխանությունների հանդեպ վստահությունը բարձրացնելու տարբեր միտումներ եւ տարբեր ծրագրեր։ Շվեդիան տրամադրել է այդ ունակությունները, իրենց էքսպերտիզմը եւ այլն, որպեսզի կարողանանք մեր փորձով կիսվել Հայաստանի հետ եւ այդ թափանցիկության հարցերով նույնպես զբաղվենք։ Ունեք սիրելի վայր Հայաստանում, որտեղ ձեզ լավ եք զգում, որտեղ ոգեշնչվում եք, լիցքավորվում եք։ Իհարկե Պապլավոկը այդ վայրերից մեկն է եւ նշեմ, որ հենց դա է իր անունը, Պապլավոկ, եւ սիրում եմ նաեւ գնալ Կասկադ, ամենայն դեպս ինչքան հնարավոր է վերև եւ քաղաքին նայել, հիանալ այն բոլոր տեսարաններով, որ կարող ես այդտեղից դիտարկել եւ սիրում եմ նաեւ գտնել իմ շենքը, իմ նախկին շենքը, տատիկի շենքը եւ հասկանալ, որ այնինչ ես սիրում եմ, այդ ամբողջ տեսարանի մեջ է։ Իսկ Երևանից դուրս Շատ եմ սիրում Նորավանքը, նորից ես սիրում եմ այդ տեսարանները, որը բացում են քո առջև, հատկապես երբ ժամանակին կարող էր աստիճաններով բարձրանալ եւ երկրորդ հարկից արդեն իսկ փոքրիկ պատուհանից տեսնել այդ հիանալի տեսարանը, որը մի տեսակ տանում է քեզ հետ դեպի մեր նախնիները, դեպի մեր պատմությունը ու շատ ավելի ես կարևորում արժեքը այսօրվա երկրի։ Ինեսա եւ մեր վերջին հարցը, որն ուղղում ենք մեր բոլոր հյուրերին։ Ինչ խորհուրդ կտաք բոլոր այն հայերին, ովքեր այս պահին ապրում են արտասահմանում, սակայն երազում են, պատրաստվում են տեղափոխվել Հայաստան։ Ես իրենց ուզում եմ փոխանցել մի միտք, որը բազմաթիվ անգամներ եմ կրկնել, հայրենասիրությունը գործնական երևույթ է։ Եվ ես կարծում եմ, որ ժամանակն է Հայաստան գալը որպես զբոսաշրջիկ, այդ մոտեցումը փոխարինել Հայաստան գալ եւ որը ժամանակ անցկացնել այստեղ, հասկանալ արդյոք սա այն Հայաստանն է, որը դու միշտ պատկերացրել ես, արդյոք դա կարող ես նույնականացնել քո երազի հետ եւ դարձնել քո իրական վայրը ապրելու, ստեղծագործելու, արարելու եւ ի վերջո ես համարում եմ Հայաստան վերադարձողները իրոք առաքելություն են կատարում, որովհետեւ շատ մեծ հույս ենք նաեւ մատուցում այն բոլոր մարդկանց, ովքեր ցանկանում են այդ որոշումը կայացնել կամ նրանց, ովքեր արդեն իսկ այստեղ են բնակվում եւ ես կարողանում եմ իրենց նորովի կարծես ներկայացնել, որ սա իրոք իմ համար երազանքների երկիրն է եւ ուրիշ տեղ, որտեղ ես ավելի երջանիկ կլինեմ, չեմ պատկերացնում։ Ինեսա, շնորհակալություն շատ հաճելի զրույցի համար։ Ձեզ նույնպես։ Հայրենադարձության հերթական պատմությունը մեզ ցույց տվեց, որ հայրենիքը նոր եւ մեծ հնարավորություններ է տալիս վերադարձողներին իրենց վերագտնելու եւ հայ ժողովրդի պատմության լիարժեք մասնիկը կազմելու համար։ Տունդարձի պատմությունը ոչ միայն օգնում է վերապրել անցյալը, վերագտնել արմատները, այլև զարգացման նոր հնարավորություններ է տալիս այնտեղ, որտեղ դու տանն ես։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք։ Կհանդիպենք։